Արցազույցի եմ հրավիրել Անաստաս Իսրայելյանին, ողջունում եմ ձեզ պարոն Իսրայելյան, դուք եւս այս պահին մայրաթորս էջմիածնում եք, դատարանի մոտ եղել եք եւ կխնդրեմ ձեր տպավորությունները այսօրվա այս խայտառակ, ամոթալի եւ ինչպես արդեն ամբողջ Facebook-ը կարող են ասել նույնիսկ գրում են բոլորը այսօրը ամոթի օր է, այսօրը աղետի օր է, դուք ինչ տեսաք, ինչ զգացումներ ապրեցիք։ Ես այսօրվա իրավիճակին, որ մենք հայտնվել ենք այս նույն օրը, այս խայտառակ օրը, ես այս պարագայում կասեմ, որ էլի անպատիժ լինելու պատասխանատու այդ ղեկավարների շարունակական հայ ժողովրդի նկատմամբ իրենց պլանները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ իրականացման փորձերն են։ Այսօր հայ ժողովուրդը ցույց տվեց իր պատրաստականությունը հայ-առաքելական եկեղեցու կողքին կանգնելը եւ պաշտպանելով մեր վեհապարին։ Սա ամեն մի մարդու պարտականությունն է, ամեն մի մարդու պարտավորությունն է։ Մենք որ այսօր իրավիճակում դրսևորելով մեր հայ պատկանելիությունը ազգային ու կրոնական պատկանելիությունը ցուցադրենք մեր ֆիզիկական մասնագիտությամբ ու մեր ֆիզիկական խոսքի ներկայությամբ։ Սա մի հատ արձագանք է ներկայիշխանությանը, որ իրենց բոլոր փորձերը, ինչ փորձ են հայ եկեղեցու նկատմամբ, հայոց եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, դա ձախողվեց, այսօրվա դատավորի պահվածքներ, կրկնապատիկ խոսքի բանարեց, որ ոչ մեկի մոտ, ոչ մեկի նմանատիպ սրիկա ներկայացուցիչների ի պաշտոնե ղեկավարների մոտ չի հաջողվի այս հազարամյա տարիներ ունեցող ազգ ժողովրդին տանել կործանման։ Վերջի ժամանակները ես գիտեմ, թե մեր ազգը արդեն իրական գիտակցում է ինչ է կատարում իր հետ ու հաջորդական շարունակական պրոցեսների գործողությունները պիտի գնա ներկայիշխանության կործանման, ոչ թե ազգի, հայ ազգի կործանման։ Հայ առաքելական եկեղեցուն լինելու է այդ համախմբված կենտրոնը, որտեղ համախմբվածությունն է ցույց տալու, ու այն աղբյուրն է լինելու, որ այդ աղբյուրից վերածնվելու է հայ ազգը։ Ես վստահ ասեմ, մենք ոնց որ ունեցել ենք հազարամյա տարիներ պատմություն, մենք նույնն էլ շարունակական ունենալու ենք այդ հազարամյա տարիներ պատմությունը։ Այսօրվա պարագայում ամեն մի ներկայացուցիչ, ինձանից սկսած, բոլորս պիտի ներգրաված լինենք այս պրոցեսների մեջ, հստակ դրսևորելով նորից եմ ասում, մեր դրսևորումը մեր պահվածքով հայ լինելու, հայ ապրելու կարևորություն։ Այսինքն մեր Սուրբ Առաքելական եկեղեցին ամենայն հայոց կաթողիկոսը դառնում են այն կարևոր գործոնը, որ պիտի լինի հայության համախմբման հարցում կարևոր դերակատար ունենա։ Այո, ես հետևելով Արցախի կործանումից հետո, ես միայնակ աղբյուրը ու միայնակ հզոր ուժը տեսնում եմ հայ առաքելական եկեղեցու իրավիճակում վերցնելու պատասխանատվություն, վերցնելու առաջնորդելու ժողովրդին, որովհետև մենք ինչ որ տեղեր, ինչ որ պարագայներում հույս կապելով, ինչ որ ուժերի, ինչ որ ներկայացուցիչների ամեն ինչ ձախողվել է։ Ես կարամ հստակ ասեմ, ու դրա շարունակությունը նորից եմ ասում, գնալու է, եթե մենք բոլորս չհամախմբենք հայ առաքելական եկեղեցու ու մեր վեհապարի շուրջը։ Ու ես վստահեցնում եմ ձեզ, պատմության մեջ նմանատիպ իրավիճակներում մենք հայտնվել ենք, ժողովուրդը ազգը եկել է հասել ծայրահեղ իրավիճակում, միայնակ այդ նմանատիպ իրավիճակում հայ առաքելական եկեղեցին է, որ կարողացել է համախմբել ժողովուրդը ազգը իր շուրջ, ու տեղից էլ վերածնվելով, ջախջախելով թշնամուն, ջախջախելով մեր մեջ գտնվող այդ նմանատիպ ստոր ներկայացուցիչներին, ու այս ազգը, որ իրավունք ունի ապրելու, ու այս ազգը, որ իրավունք ունի հպարտանալ լինելու որպես հայ ազգ, աշխարհի բոլոր հայերին էլ կոչ անելով ոչ մի բանից չմտահոգեք, եղեք համախմբված, ամեն մեկը ձեր տեղերում կատարեք ձեր հայ լինելու պարտականությունը ու ամեն ինչի ժամանակի ընթացքում բոլոր պատասխաններն ստանալու։ Շնորհակալ եմ պարոն Իսրայելյան, միավորվենք, որպեսզի անպայման չհաղթի թշնամին։ Շնորհակալ եմ։ Այո, շնորհակալ եմ։